Ես ուզում եմ, ես մայրն եմ Միքայելի ու Դավիթի, իմ անունը Գայանե է, ես մասնագիտությամբ բժիշկ եմ, ուզում եմ ուղղակի մի բան խնդրեմ, այս թուրիմացությունը, որ իմ երեխեքի հետ եղել է, ես չգիտեմ, իմ երեխեքը ամեն կիրակի պատարագի են մասնակցում, իմ միջնակարգը հիմա դպրոցում են ավագ սովորում, պարապում են, որպեսզի բու ընդունվեն, 4 տարեկանից ես առողջության հետ կապված, որպես մասնագիտության բժիշկ ես հոգ եմ տանում, տարբեր խնդիրներ ունեն, ես խնդրում եմ ուղղակի անաչառ քննություն արվի, բայց ինձ որպես մայր հնարավորություն տրվի, ես երեխուս տանը, գոնե առողջությունը, կյանքը, ես չվտանգվի հանկարծ, քննության խնդրում եմ ուղղակի, ես էդ եմ խնդրում, ես բաց նամակ եմ բան արել, հրապարակել իմ կողմից, հենց ես եմ խնդրել, խնդրում եմ տվեք ինձ հնարավորություն որպես մայր, ես իմ երեխային տանը իմ հսկողության տակ, որպես մասնագիտության բժիշկ, տիրություն անեմ մինչև դատարանը իր քննությունը կատարի, ամեն ինչ ըստ օրենքի լինի, են միշտ տղաս էլ ես կասկածում եմ, որ թոքաբոր բա, հիմա ես ստեղ եմ, պետքա հələ հասկանամ Դավիթը որոշումը, պետքա 12-ին բան անեն, կայացնեն, նոր հասկանամ, որ մեկին հասնեմ, մի հատ հետազոտություն անեմ Միքայելին, բուժեմ, բան եւ այլն, չգիտեմ, խառնված եմ, կներեք, ես չեմ կարողանում խոսել հանրայնորեն, ուղղակի խնդրանքս էդ էր, այդքան բան։ Տիկին Գայանե, իսկ ձեզ համար զարմանալի չէ, որ օրինակ այս գործով որևէ դժոխ չկա, բայց օրինակ Դավիթը ձերբակալված է, չկա ուղղակի դժոխ։ Ես չգիտեմ, այդ հարցերը իմ հետ կապված չի, դա իրավաբանական հարցեր եք դուք ինձ տալիս, ես փաստաբաններ ունեմ։ Իմ խնդիրը, իմ երեխեքը զույգ տղաներ են, ես իրանց ունեցել եմ 33 տարեկանում։ Իմ երեխեքին ես շատ դժվարությամբ չարչարվելով պահել ենք, մեծացրել ենք, իմ երեխեքը կիրթ, դաստիարակված, ես կարող եմ մի քիչ համեստ չհնչի, բայց ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, էլի, ովքեր ճանաչում են իմ տղաներին, իրանք հաստատ իրենց ոնց ճանաչում են, դա կասեն, կուլտուրական կիրթ երեխեք են, իրանք ամեն կիրակի պատարագի են մասնակցում, տուն, դպրոց, պարապել, եկեղեցում պատարագի, всё. Տիկին Գայանե, իսկ բժիշկների կարծիքը կա, դատարան ներկայացրել եք բժիշկների կարծիքը, որ իրենց առողջական վիճակը անհամատեղելի է։ Փաստաբանները այդ հարցին կպատասխանեն, ես չգիտեմ, իրանք ասեն։ Այսօր տեղեկություն տարածվեց, որ հերթական անգամ խուզարկություն է եղել, այս տեղեկությունը համապատասխանում է իրական։ Հետ կապված ոչ մի հարցեր այս պահին։ Տիկին Գայանե, իսկ տղաները Գայանեն է երևի այսքանը։ Չգիտեմ, ես Դավիթին այսօր չեմ հասրել, ես պետքա ուզում էի առավոտյան հասնեի գնայի Դավիթին գոնե մի հատ տեսակցության հանձնուկ տայի, հետո վազեի գայի ստեղ, բայց ես ինչքան երեք որովհետև չեմ հասցրել, մենք արդեն մտնում էի տեսակցության, հազիվ հանձնուկը հասցրեցինք, հետո պարզվեց, որ տղայիս բերում են արդեն բան, Պարուր Սևակի, չգիտեմ, այդ քնչական, հա, մի անգամից մենք գնացինք ընդեղ, էլ չտեսա, այսօր էլ չտեսա, վախեցա երեկվա բանը լինի, չհասցնեմ, դրա համար մի անգամից եկա ստեղ։